Եկեք անկեղծ լինենք։ Ամիսներ առաջ Հայաստանում ինչ-որ պորտկում նկատվեց Սիրիայում եւ մասնավորապես Հալեպում տիրող իրադրության հետ կապված, հետո անցավ։ Մի տեսակ կարծես մոռացանք այնտեղ մնացած մեր հայրենակիցների մասին։ Անցած շաբաթավերջը այս առումով երևի թե ամենաբնորոշն էր։ Իհարկե կարելի է հասկանալ աննախադեպ իրադարձություններ, Վատիկան, հետո էլ Կարապի լիճ, իսկ Հալեպը հրետակոծվում եւ ռմբակոծվում էր, ընդ որում թե ապստամբներն էին հարվածներ հասցնում խաղաղ բնակիչներին, թե կառավարական ուժերը։ Սկզբից Ասադի վարչակարգի դեմ պայքարողները հրետակոծեցին Հալեպը, ընդ որում հենց Սուլեյմանիա թաղամասը, որտեղ քրիստոնյաներ, այդ թվում նաև հայեր են ապրում։ Տարբեր աղբյուրների համաձայն զոհվեց 17 մարդ, տասնյակ բնակիչներ վիրավորվեցին։ Գիտեք ինչով են կրակում։ Գազի բալոններով։ Առաջ, երբ դեռ Երևանը գազիֆիկացված չէր, հիշում եք երևի, համարյա բոլորիս տներում էլ կար այդ բալոններից, հիմա ավտոմեքենաների մեջ են դնում։ Սա ինքնաշեն զենք է։ Այդ բալոնները, ապստամբները լցոնում են պայթուցիկով ու կրակում։ Հասկանում եք իհարկե, որ նման զենքով նշան բռնել չի լինի, այսինքն հենց այնպես կրակում են, ուր պատահի, միայն թե վնաս հասցնեն։ Հիշում եմ այդպես էր ժամանակին Ղարաբաղում, երբ Շուշիի այդ բարձունքից, Գրադից եւ այլ զինատեսակներից ամեն օր մի քանի անգամ կրակում էին։ Ինչ որ կոնկրետ նշանակետ չկար, միայն թե մարդիկ զոհվեն ու տներ ավերվեն։ Գազի այդ լցոնված բալոններն իրոք մահաբեր են։ Հալեպի բնակիչներն այդ զենքը անվանում են դժոխքի հրանոթ։ Շաբաթ օրը այդպիսի մի հարվածից հիմնովին ավերվեցին շենքերից մեկի վերևի 3 հարկերը։ Ասադի ուժերը պատասխանեցին, ուղղաթիռներից հրետակոծեցին Հալեպի այն թաղամասը, որը ապստամբների ձեռքին է, այնտեղ էլ 18 մարդ զոհվեց, ընդ որում 5 երեխա, որովհետև դպրոցին էին դիպել։ Ահա, այսպիսի պայմաններում են ապրում նրանք, ովքեր չեն հասցրել ժամանակին դուրս գալ քաղաքից։ Ռմբակոծություն ու հրետակոծություն երկու կողմից, էլ չեմ ասում, որ շաբաթներով լույս չկա։ Ջուրը որոշ թաղամասերում տալիս են շաբաթը մի անգամ 1 ժամով։ Պիտի հասցնես լցնել բոլոր հնարավոր տարաները, իսկ երբ այդ ջուրն էլ սպառվեց, պիտի գնաս ու ջուր գնես։ Ջրհորներ կան, որոնց տերերը, այսպես ասած, ջրի բիզնես են անում։ Հիմա իհարկե կարելի է հարցնել, բա լավ, ինչու են մարդիկ մնացել այդ պայմաններում։ Մնացել են, որովհետև այլևս հնարավորություն չունեն գնալու, փող չունեն ու տեղ էլ չունեն գնալու։ Հիշեցի 1993 թվականի ապրիլը, երբ հայկական ուժերը մտան Քելբաջար։ Հիմնականում բնակիչները հեռացել էին, մի մասը ուղղաթիռներով, մյուս մասը Օմարի լեռնանցքով։ Բայց մի քանի տարեցներ մնացել էին, նստած էին իրենց տան բակում, կանայք նույնիսկ շարունակում էին հաց թխել։ Հարցնում էինք, դուք ինչու չեք գնացել, չէ՞ որ հայերը ձեզ այդ հնարավորությունը տվել են։ Ասում էին, ուր գնանք, ում ենք պետք, սա մեր տունն է։ Մոտավորապես այսպիսին է հիմա իրադրությունը Հալեպում։ Երևի ոչ ոք այժմ չի համարձակվի ստույգ ասել, թե քանի մարդ է մնացել այդ քաղաքում, քանի հայ։ Ընդհանրապես ողջ Սիրիայում քաղաքացիական պատերազմի այս ավելի քան 4 տարիների ընթացքում բնակչության գրեթե կեսը լքել է իր տունը։ Միջազգային կազմակերպությունները այսպիսի տվյալներ են բերում, մոտ 4 միլիոն մարդ դուրս է եկել Սիրիայից, ավելի քան 7 միլիոն մարդ համարվում է, այսպես ասած, ներքին տեղահանված, այսինքն էլի Սիրիայում են ապրում, բայց ոչ իրենց մշտական բնակության վայրերում։ Կոնկրետ Հալեպում, մինչև սկսվեց այս ամենը, ապրում էր 2 միլիոն 100,000 մարդ։ Համենայնդեպս այդպիսին են վերջին մարդահամարի տվյալները։ Քրիստոնյաները այն ժամանակ 250,000 էին եւ կազմում էին քաղաքի բնակչության 12%-ը։ Որոշ տեղեկություններով 2012 թվականից հետո, երբ պատերազմը հասավ Հալեպ, ապստամբները գրավեցին որոշ թաղամասեր ու քաղաքը երկու մասի բաժանվեց, Հալեպից հեռացել է մոտ 1,5 միլիոն մարդ, դե հաշվեք,
բնակչությունը 2 միլիոնից մի փոքր ավելի էր, 3/4-ը արդեն չկա։ Համացանցային հանրագիտարանի Վիկիպեդիայի տեղեկություններով քաղաքում այժմ մնացել է 100,000 քրիստոնյա, որոնցից կեսը հայեր են։ Չգիտեմ, որքանով են հավաստի այս տվյալները այն մասին, որ հիմա Հալեպում դեռ ապրում է 50,000 հայ, ստուգելը անչափ դժվար է, կապ չկա։ Բայց եթե բազմաթիվ հայ ընտանիքներ դեռ մնացել են այդ քաղաքում, հիմա նրանց գլխին նոր վտանգ է կախված։ Իսլամական պետության զինյալները մոտենում են Հալեպին։ Երևի պատկերացնում եք, թե ինչ կլինի, եթե այդ մոլերանտները մտնեն քաղաք, թե ինչպես են նրանք վարվում քրիստոնյաների, նաև հենց իրենց հավատակիցների հետ, բոլորս տեղեկացված ենք, բազմաթիվ սահմռկեցուցիչ տեսանյութեր ենք դիտել, էլ չեմ ասում պատմական հուշարձանների ոչնչացման մասին, հենց արաբ մի պրոֆեսոր վերջերս ասել է, դա սոցիալական համաճարակ է, որի արդյունքը մշակութային ցեղասպանություն է։ Իսլամական պետության զինյալների համար Հալեպը, որն անվանում են Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք, բնականաբար շատ կարևոր բնակավայր է, պատկերացրեք, ինչ գայթակղություն է վերահսկողության տակ առնել մի քաղաք, որն իր մեծությամբ եւ նշանակությամբ իրականում Սիրիայի ոչ թե երկրորդ, այլ առաջին քաղաքն էր։ Մի ժամանակ ծայրահեղական մահմեդականները արդեն ընդհուպ մոտեցել էին Հալեպին եւ ընդհարվել Ասադի դեմ պայքարող ապստամբների հետ։ Հետո իրենց ուժերը ստիպված եղան տեղափոխել այլ ճակատներ, հիմա ըստ որոշ աղբյուրների սկսել են կրկին կուտակվել Հալեպի մատույցներում։ Հիմա տեսեք, թե ինչ է ստացվում, ինչ որ մի բացարձակ անհեթեթ ու աննախադեպ վիճակ։ Մի կողմից ապստամբները հրետակոծել են Հալեպի հայկական թաղամասը, մյուս կողմից հայերը պիտի ապավինեն այդ նույն ապստամբներին, հույս ունենալով, որ նրանք թույլ չեն տա իսլամական պետության զինյալների մուտքը քաղաք, ինչը հայերի համար պարզապես ողբերգական կլինի։ Հասկանում եմ, որ այսօր, երբ մինչև ապրիլի 24-ը մոտ 10 օր է մնում, մեր բոլոր դիվանագիտական ջանքերը այդ ուղղությամբ են կենտրոնացված, բայց միգուցե հենց դա էլ լավ առիթ է ամեն անգամ շարունակաբար, հետևողականորեն, համառորեն հիշեցնել միջազգային հանրությանը, որ 100 տարի առաջ շատերը մազապուրծ եղան ու հաստատվեցին հենց Հալեպում, հիմա նրանց ժառանգներին նույն վտանգն է սպառնում։ Չի կարելի թույլ տալ, որ պատմությունը կրկնվի։ Հո դեմ չեք։